2021-26 թվականների 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը հիմնական զեկուցող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան, մեծարգո պարոն վարչապետ, խնդրեմ համեցեք կենտրոնական ամբիոնի մոտ։ Շնորհակալ եմ շատ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, նախագահի հարգելի տեղակալներ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի պատգամավորներ, սիրելի ժողովուրդ, քննարկում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության 2021-26 թվականների ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին 2025 թվականի զեկույցը եւ դա անում ենք ազգային ժողովի հերթական ընտրություններից, այսինքն 2021-26 թվականների ծրագրի ժամկետի սպառումից ընդամենը 1.5 եւ 2018 թվականի 1.5 ամիս եւ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխության 8-րդ տարեդարձից 25 օր առաջ։ Միանգամից պիտի արձանագրեմ, որ այսօր մենք ունենք բոլորովին այլ պետություն, քան ունեցել ենք 2018 թվականին։ Այսօր մենք անկախ ենք ավելի, քան երբևէ, ինքնիշխան ենք ավելի, քան երբևէ, պետություն ենք ավելի, քան երբևէ, ժողովրդավարական ենք ավելի, քան երբևէ, զարգացած ենք ավելի, քան երբևէ, խաղաղ ենք ավելի, քան երբևէ, բարեկեցիկ ենք ավելի, քան երբևէ, անվտանգ ենք ավելի, քան երբևէ։ Մի բան էլ ասեմ, երկարակյաց ենք ավելի, քան երբևէ, որովհետև 2024 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում կյանքի միջին տևողությունը 78.6 է, ինչը բացարձակ ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի Հանրապետության գոյության ողջ ընթացքում եւ ինչքան հասկանում եմ ընդհանրապես վերջին նույնիսկ խորհրդային միության ժամանակների հետ համեմատ։ Եվ այսօր մեր պետության հեռանկարները որոշակի են ավելի, քան երբևէ, եւ սա առաջին հերթին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության շնորհիվ, որը հաստատվեց 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում նախագահ Թրամփի աջակցությամբ։ Առաջիկայում մեզ սպասում են մեծ ու պատմական իրադարձություններ։ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության նախագծի իրագործումը, որը Հայաստանը վերջնականորեն դուրս կբերի շուրջ 34-ամյա շրջափակումից եւ իհարկե Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի ստորագրումը եւ վավերացումը, որը կապահովի մեր պետությունների եւ ժողովուրդների միջև թշնամանքի վերացման հետագա ընթացքը։ Այսօր էլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված եւ պետք է արձանագրել, որ այն հիմա էլ ունի բավականին ուժեղ իրավական հիմք։ Ես սա կարևոր արձանագրում եմ համարում, որը մեր իրականության մեջ ոնց որ թե երբեմն մենք բաց ենք թողնում, ասելով, որ խաղաղությունը ինքը այդպես բանավոր պայմանավորվածության կամ իրավական ուժ չունեցող դեռևս փաստաթղթերի հիման վրա է, ձևավորված այդպես չէ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ունի նաեւ պարտադիր իրավական ուժ եւ տվյալ դեպքում ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրված առաջին երկկողմ միջազգային պայմանագիրն է եւ որը 2024 թվականի աշնանը վավերացվել է երկու երկրներում, թե եւ հիմա թե Ադրբեջանում, թե
Հայաստանում ունի պարտադիր իրավական ուժ։ Ուզում եմ հիշեցնել, որ այնտեղ, որտեղ որպես պարտադիր իրավական ուժ ունեցող դրույթ արձանագրված է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայն են երկու երկրների սահմանների սահմանազատման բազային սկզբունք ընդունել Ալմատիի հռչակագիրը։ Սա է իրականում խաղաղության անկյունակարը, հիմքը, որը, կրկնում եմ, ունի իրավական պարտադիր ուժ թե Հայաստանի Հանրապետությունում, թե Ադրբեջանի Հանրապետությունում։ Նաև ուզում եմ ընդգծել Հայաստան-Ադրբեջան սահմանի 12 կիլոմետրանոց հատվածի սահմանազատումը, դա էլ է շատ կարևոր գործոն Հայաստան-Ադրբեջան թշնամանքի հաղթահարման առումով եւ դրանով իմ համոզմամբ մեկնարկ է տրվել այդ թշնամանքի հաղթահարման եւ այն, որ Կիրանցի դպրոցը Ադրբեջանի հետ սահմանից 50 մետր հեռավորության վրա է գտնվում, այլևս սարսափելի չի հնչում Կիրանցի դպրոցի աշակերտների համար, սա իմ ասացի ամենավառ վկայությունն է։ Այսօր Կիրանցի դպրոցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ են խաղում։ Սա խաղաղություն է։ Խաղաղությունը սա է։ Խաղաղությունը նաև այն է, որ արդեն ավելի քան 2 տարի Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղերում կրակոցի ձայներ չեն լսվում։ Ոչ միայն կրակոցի ձայներ չեն լսվում, այլև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղերում շուրջ ավելի քան 3600 նոր առանձնատներ են կառուցվում կառավարության նախաձեռնած տնաշինական ծրագրով, որ հանրության շրջանում հայտնի է որպես 16 միլիոնի ծրագիր։ Ավելի քան 3600 նոր տուն սահմանամերձ այնպիսի բնակավայրերում, հարգելի գործընկերներ, որոնց ճնշող մեծամասնությունում անկախությունից ի վեր գործնականում ոչ մի տուն չէր կառուցվել։ Հասկանում եք, 3600 տուն, նրանց մի զգալի մասը այնպիսի բնակավայրերում սահմանամերձ, որտեղ 30 տարվա, ավելի քան 33 տարվա պետության գոյության ընթացքում ոչ մի տուն չի կառուցվել։ Ավելին, հիմա այդ բնակավայրերում, դրանց մի մասում ոչ միայն տներ են կառուցվում են դպրոցներ, 18 դպրոցի կառուցման նախագիծ է իրականացվում, 21 մանկապարտեզի կառուցման նախագիծ է իրականացվում այն գյուղերում, որտեղ անկախությունից ի վեր այն գյուղերի իհարկե կան առանձին վերցրած տներ, առանձին վերցրած գյուղերում։ Հիմա այդտեղ 18 դպրոցի շինարարության եւ 21 մանկապարտեզի շինարարության նախագիծ է իրականացվել, որոնց մի մասը ավարտվել է, մի մասը կավարտվի այս տարվա ընթացքում, մի մասը կավարտվի 2027 թվականին։ Հաստատված խաղաղության շնորհիվ այսօր Հայաստանի Հանրապետություն ադրբեջանական երկաթուղիով ապրանքներ են ներկրվում։ Ադրբեջանից նավթամթերք են ներկրվում Հայաստանի Հանրապետություն, ինչի արդյունքում մեր քաղաքացիներն ու բնակիչները արդեն իսկ տասնյակ միլիարդների խնայողություններ են ունեցել, որովհետև ադրբեջանական նավթամթերքի ներկրումը ի վերջո այն վերջին գործոնն էր, որի արդյունքում մենք ավարտեցինք նավթամթերքի շուկայում մենաշնորհի կազմաքանդում օպերացիան, որը տևում էր 8 տարի։ Էլի բաներ կան, որ տևում են 8 տարի, եւ մեր քաղաքացիները հարցնում են, բա ինչի 8 տարի։ Շատ պարզ պատասխան ունի, որովհետև այդ դեպքերում մենք ոչ թե ուղղակի պարզ գործողություն ենք անում, մենք բառից բուն իմաստով էլի կանդրադառնամ, մաֆիայի դեմ ենք պայքարում։ Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, բառից բուն իմաստով, այո, երբեմն եւ
ներհայաստանյան լիներ միայն այդ մաֆիան, հələ բայց այդ մաֆիան երբեմն ունի այլ տեղերում, այլ ճյուղեր։ Եվ վերադառնալով ադրբեջանական նավթամթերքի ներմուծման, ուզում եմ ասեմ, որ Հորմուզի նեղուցի շուրջ առաջացած ճգնաժամը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ տնտեսությունը շատ ավելի շոշափելի ձևով կզգային, թե նավթամթերքի գնի, թե գնաճի, թե մատակարարումների առումով, եթե ադրբեջանական երկաթուղու պատմական բացումը Հայաստանի Հանրապետության համար այս ժամանակաշրջանում տեղի ունեցած չլիներ։ Սա գիտեք հիմա սա պետք է ասել։ Սա պետք է ասել։ Հիմա մենք մտնում ենք Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության նախագծի իրագործման փուլ։ Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որի հեճուկս միջազգային բարդ իրադրության, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների, թե Հայաստանի Հանրապետության, թե Ադրբեջանի Հանրապետության կառավարությունները տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացումը եւ տրիպ նախագծի իրագործումը համարում են առաջնահերթություն։ Սա բխում է այն գիտակցումից, որ նախագծի իրագործումը մեր տարածաշրջանում երկարաժամկետ կայուն եւ հուսալի խաղաղության կարևոր հենասյուն է դառնալու։ Ազգային ժողովի մեծարգո նախագահի հարգելի տեղակալներ, հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, սիրելի ժողովուրդ։ Հայաստանի Հանրապետությունը հաղթահարել է գոյատևման եւ մաքարման իրեն պարտադրված օրակարգը եւ մտել ապրելու, պարզապես ապրելու, սովորական կյանքով ապրելու մի պատմական դարաշրջան, որտեղ մեր պատմական առաքելությունը կրթվելն է, աշխատելը, մեր պետությունը 29743 քառակուսի կիլոմետր միջազգայինորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը զարգացնելը եւ այն որպես անկախ, խաղաղ, անվտանգ զարգացած բարեկեցիկ պետություն ապագա սերունդներին ժառանգելը, սերնդեսերունդ եւ դարեդար, ապրել, կրթվել, աշխատել, զարգացնել բարեկեցությունը, զարգացնել խաղաղությունը, զարգացնել պետությունը ու այն դարեդար ժառանգել սերունդներին։ Ահա այսպիսի հրաշալի պատմական առաքելության մեջ ենք մենք հայտնվել, որն անվանում ենք պետության հարատևության օրակարգ։ Եվ հարգելի գործընկերներ, ես նկատի ունեմ ազգային ժողովի մեր գործընկերներին, կառավարության անդամներին, գործադիր իշխանության մյուս ներկայացուցիչներին, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել այս շրջադարձային դարակազմիկ հանգրվանը իրականություն դարձնելու համար։ Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ այն հնարավոր դարձավ այս հանգրվանին հասնելը առաջին հերթին ժողովրդի աջակցության շնորհիվ, որովհետև կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը ոչինչ չէին կարող անել, եթե չունենային ժողովրդի մանդատը ու աջակցությունը։ Եթե չունենայինք լեգիտիմություն իրագործելու այն քաղաքականությունը, որը վարել ենք 2021 թվականից սկսած։ Իսկ այդ մանդատը հստակ եւ աներկբա արձանագրված է, եւ սա ուզում եմ այս նրբության վրա առանձնահատուկ ուշադրություն հրավիրել, իսկ այդ մանդատը հստակ եւ աներկբա արձանագրված է 2021 թվականի օգոստոսի 26-ին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից հաստատված այն փաստաթղթում, որի կատարման ընթացքն ու արդյունքները քննարկում ենք հիմա։ Խոսքը կառավարության 2021-2026 թվականների ծրագրի մասին է, որում հստակ եւ աներկբա արձանագրված է։ Մեջբերում եմ. Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը այնուամենայնիվ արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է, մեջբերման ավարտ։ Սա նշանակում է, որ մենք դեռևս 2021 թվականի օգոստոսին ենք հայտարարել,
որ խաղաղությունն է լինելու մեր գերագույն նպատակը եւ այդ գերագույն նպատակը ահա իրագործված է։ Հարց է հնչում. ինչ գնով, այն գնով, որով հնարավոր էր դա իրագործել։ Այո, բազում զոհերի ու զոհողությունների գնով, բազում զրկանքների եւ տառապանքների գնով, դժոխքի միջով անցնելու գնով, բայց այսօր մենք ունենք այն, ինչ դեռ ի սկզբանե եղել է մեր գերագույն նպատակը՝ պետություն, խաղաղություն, զարգացում եւ հեռանկար, հորիզոն, անսահման հորիզոն մեր առջև։ Ղարաբաղը մերն էր եւ այլևս մերը չէ խոսույթը աշխարհքաղաքական թակարդում մեր գտնվելու փիլիսոփայությունն ու հայեցակարգն է։ Իրականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր եւ այլևս մերն է։ Իրականությունն այն է, որ մեզ հայտնի բոլոր տարածքները հայկական վերահսկողության տակ եղել են մեր պետության, մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր բարեկեցության, մեր անվտանգության ու մեր ապագայի հաշվին։ Ու մենք դա չենք հասկացել, հարգելի գործընկերներ։ Պիտի խոստովանենք, որ մենք չենք հասկացել դա։ Գուցե եղել են մարդիկ, որ հասկացել ու չեն բարձրաձայնել, որովհետև վախեցել են։ Եղել են մարդիկ, որ եւ հասկացել են եւ բարձրաձայնել, բայց նրանց կամ չենք լսել, կամ չլսելու ենք տվել, կամ լռեցրել ենք, համոզված լինելով, թե նրանք չեն հասկանում, թե ինչ են խոսում։ Մինչդեռ մենք, այդ թվում ես, չենք հասկացել, թե ինչ ենք անում, սկսած 1988 թվականից, չենք հասկացել, թե ինչ ենք անում եւ արել ենք ամեն ինչ ինքներս մեր դեմ եւ ի հեճուկս մեր պատմության մեզ տված դասերի։ Բայց այսօր մենք կարող ենք ասել, որ մենք կառավարությունը, կառավարող մեծամասնությունը փոխել ենք մեր պատմության կործանարար ընթացքը եւ Հայաստանի Հանրապետությունը դրել ենք ստեղծարար ու խաղաղ պատմության ընթացքի մեջ ու դա արել ենք մեր նահատակների հետ հոգևոր ու բարոյական ու հերակա ու մեր ժողովրդի հետ քաղաքական երկխոսության արդյունքում։ Ու այսօր մեր ժողովուրդը գրում է իր պատմության բոլորովին նոր պետականակենտրոն գլուխը, որտեղ պետությունը միևնույն ժամանակ եւ նպատակ է եւ միջոց։ Նպատակ է, որովհետեւ մեր ինքնությունը հնարավոր է պահպանել եւ զարգացնել, մեր բարեկեցությունն ու անվտանգությունը հնարավոր է ապահովել պետության պայմաններում, միայն պետության պայմաններում, եւ միջոց է, որովհետեւ պետությունն է մեր ինքնությունը պահպանելու եւ զարգացնելու, մեր բարեկեցությունն ու անվտանգությունը ապահովելու միակ հուսալի միջոցը։ Պետությունը ինքը ինքնություն է եւ պետությունն է ինքնությունը, սրանով արդեն պետությունը եւ նպատակ է եւ միջոց։ Իսկ պետությունը պահպանել եւ զարգացնել հնարավոր է միայն խաղաղության պայմաններում եւ մենք այսօր ունենք այդ խաղաղությունը։ Բայց նաեւ պիտի հաշվի առնենք, որ խաղաղությունը նոր է, մանուկ է, դեռևս խոցելի է եւ մեր ամենօրյա խնամքի կարիքն ունի։ Մանավանդ այսօր, երբ այդ մանուկ խաղաղությունը դարձել է պատերազմի եռագլուխ կուսակցության ու նրանց սատարող ուժերի հիմնական թիրախը։ Սիրելի ժողովուրդ, հարգելի ներկաներ, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը ճիշտ է ստորագրված չէ, բայց նախաստորագրված է։ Մենք պետք է հասկանանք ինչ է նշանակում նախաստորագրված պայմանագիր, համաձայնագիր։ Դա նշանակում է, որ դրա բովանդակության շուրջ բանակցությունները ավարտվել են եւ այն փակ է հետագա բանակցությունների համար։ Այսինքն նախաստորագրել նշանակում է արձանագրել բանակցությունների փակումը, ավարտը, փակ լինելը բանակցությունների համար։ Պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչները
մեկը մյուսի հետևից իրար հերթ չտալով խոսում են խաղաղությունը վերաբանակցելու մասին, այն իբր ավելի լավը դարձնելու նկատառումով։ Իսկ կներեք, ով կարող է ապացուցել, որ այդ վերաբանակցման արդյունքում այն փաստաթուղթը ավելի լավն է դառնալու։ Այսօր վերաբանակցելու մասին խոսող ուժերը հանդես են գալիս Ղարաբաղը եւ հարակից շրջանները պարունակող քարտեզներով եւ դա խորհրդանշող դրոշներով։ Այս տրամաբանության զարգացումը անխուսափելի պատերազմ է։ Այս տրամաբանության զարգացումը անխուսափելի պատերազմ է։ Մյուս ուժերը հանդես են գալիս այդ նույն խորհրդանիշների եւ ասելիքի ներքո եւ պնդում, թե Հայաստանը չպետք է բավարարվի իր միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքով։ Այս տրամաբանության զարգացումը նույնպես անխուսափելիորեն բերելու է պատերազմի։ Այստեղ բարձրագույն մաթեմատիկա չկա։ Սա շատ պարզ տրամաբանություն է, եւ այդ տրամաբանությունը մենք տեսել ենք նախորդ շրջանի մեր պատմությամբ, այսինքն սա տեսություն չէ միայն, այլև իրականություն։ Բայց եթե նույնիսկ մի կողմ դնենք կոնկրետ այս խոսույթը, այսինքն հենց մի պահ մոռանանք եւ ուշադրություն չդարձնենք դետալներին, խաղաղությունը վերաբանակցելու մասին խոսակցությունը, եթե 50%-ով բացում է ավելի լավ խաղաղություն ունենալու դուռը, 50%-ով էլ բացում է խաղաղություն չունենալու, այսինքն պատերազմ ստանալու դուռը։ Սա անկախ ամեն ինչից։ Սա արդեն քաղաքի ճաշակի հարց չէ ուրեմն, այլ մեր պետության լինել չլինելու հարց։ Եվ պատերազմի եռագլուխ կուսակցությունը մեր պետությունն ու ժողովրդին կործանարար ավանտյուրայի է փորձում մղել։ Այս է պատճառը, որ հստակ եւ աներբա ընդգծում եմ, որ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է տեր կանգնի խաղաղությանը, որովհետև դա իր խաղաղությունն է, դա իրեն անհրաժեշտ խաղաղությունն է, եւ այն հարվածի ու կասկածի տակ դնելը հավասարազոր է աղետի։ Դա նշանակում է կասկածի տակ դնել բազմաթիվ զողողությունների գնով ձեռք բերված մեր հաջողությունները։ Իսկ մենք ունենք բազմաթիվ հաջողություններ, եւ ես հիմա կփորձեմ ձեզ համար եւ մեր հանրության համար թվարկել այդ հաջողություններից կարևորագույնը հույս ունենալով, որ կարևորագույնները հույս ունենալով, որ ժամանակը կհերիքի դրա համար։ Չնայած այս ձևաչափը ամենալայն ժամանակային հնարավորությունն է տալիս ելույթների առումով։ Ուրեմն 2021-ից 2025 թվականներին Հայաստանի Հանրապետությունում համախառն ներքին միջին տարեկան աճը կազմել է 7.9%։ 7.9%։ Ուզում եմ ընդգծել, որ նույն ժամանակաշրջանում աշխարհում միջին տնտեսական աճը կազմել է 4.1%։ Հայաստանի Հանրապետությունում աճը կազմել է 7.9%։ Համարյա կրկնակի ավել։ ԵԱՏՄ-ում նույն ժամանակաշրջանում միջին տնտեսական աճը կազմել է 3.1%, Հայաստանի Հանրապետությունում 7.9%։ Էս էլ համարյա կրկնակի ավել։ Այսինքն այնտեղ կրկնակից մի քիչ պակաս էր, ստեղ կրկնակից շատ ավելի ավել էր։ Եկեք, որ շատ թվաբանության մեջ չմտնենք, երկու տեղն էլ կրկնակի ավել, համարյա։ 2025 թվականին պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի ցուցանիշը ինչից ավել են 2.3 անգամ, կամ 1 տրիլիոն 648 միլիարդ դրամով, կամ 4.3 միլիարդ դոլարով, 4.3 միլիարդ։ Էս էլ այն թեմայի շարունակությունն է, բա գողացվածը հետ բերել եւ այլն, շարունակության մի մասն է, այս մյուս մասերն է կանդրադառնան։ Բայց 4.3 միլիարդ դոլարը որտեղից հայտնվեց։ Հայտնվեց այդ բոլոր
գողանալու սողանցքները սենց հատիկ համբերատար փակելու առումով։ Կապիտալ ծախսերը 2017 թվականի նկատմամբ, այսինքն կապիտալ ծախսերը դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ, ջրագիծ եւ այլն 29 անգամ աճել են 2025 թվականին։ Եվ սրանք 17-ը 25-ի համեմատ, 25-ը 17-ի համեմատ, բայց սա տարին տարվա հետ համեմատելու տվյալներն են։ Բայց կൂട്ടակային տվյալները իրանք ավելի են, այսինքն մենք վերցնում ենք մի տարի եւ վերցնում ենք նախորդող հեղափոխության նախորդող մի տարի։ Հիմա երբ որ ժամանակաշրջաններն ենք վերցնում, այդտեղ պատկերը էականորեն ավելի տպավորիչ է։ 2017 թվականի համեմատ իրական հնա աճը 2025 թվականի արդյունքներով կազմել է 53.9%։ Դուք պատկերացնում եք 17 թվականի անցնելով կոവിഡ്ի եւ պատերազմի միջոցով մենք սա իրական հնա, սա անվանականը չի, որովհետեւ անվանականը կրկնապատիկ եւ ավելա 53%-ով մենք մեր երկրի տնտեսությունը մեծացրել ենք։ Իմիջայլոց նույն ժամանակաշրջանում աշխարհում միջին տնտեսական աճը 2016-ից 25 թվականներին կազմել է 3%, Հայաստանում 5.8%։ Այսինքն սա էլ մի ցուցանիշ է, որը հիշարժան է։ Նույն ժամանակաշրջանում ԵԱՏՄ-ում 2018-ից 25 թվականներին տնտեսական աճը կազմել է 2.3%, Հայաստանում 5.8%, ավելի քան կրկնակի։ Նույն ժամանակաշրջանում մենք Հայաստանում ստեղծել ենք 288,000 աշխատատեղ։ Պատկերացնում եք 288,000 աշխատատեղ։ Ընդ որում, սա ոչ թե այն վիճակագրությունն է, որ կարող են ասել դե թիվը ասել են էլի, այս 200 որ անհրաժեշտություն լինի, այս 288,000 թիվը մենք կարող ենք անհատականացնել անուն ազգանուններով։ Ովքեր են 288,000 մարդիկ, որովհետև սա մի թիվ է, որը արտահայտում է այն աշխատատեղեր, որը գրանցված են եղել, աշխատավարձ են ստացել, եկամտային հարկ են վճարել եւ այդպես շարունակ։ Այսինքն սա թիվ է, որի ամեն միավորի ներքո կա կոնկրետ անուն ազգանուն։ Ընդ որում, միջին ամսական եկամուտը 2017 թվականի համեմատ աճել է 87%-ով։ Համախառն գնաճը նույն ժամանակաշրջանում կազմել է 29%։ Եվ նաև էսա պատճառը, որ մենք ասում ենք, եւ այս թվերը ցույց են տալիս աներկբա, որ 2018 թվականի համեմատ աշխատող մարդիկ առնվազն 55 եւ ավել տոկոսով ավելի լավ են ապրում։ Այս ցուցանիշը հիմնավորվում է բազմաթիվ տվյալներով։ Նախորդ տարի զեկույցի քննարկման ժամանակ ես մի հաշվարկ էի արել, ցույց տալով, որ հեղափոխության արդյունքում 2018 թվականից 2024 թվականը պետական բյուջե լրացուցիչ մտել է 4.2 միլիարդ դոլար։ Այդ ելույթը կա, ես հիմա չեմ ուզում նորից մեջ բերել, մանրամասն անդրադառնալ, այսինքն ինչի մասին էր դա, որ հեղափոխության բերած տեմպի շնորհիվ 4.2 միլիարդ լրացուցիչ դոլար մտել է պետական բյուջե։ Այսինքն եթե հեղափոխությունը չլիներ, նախորդ շրջանի բյուջեի աճի տեմպը ավելանար, մենք կունենայինք 4.2 միլիարդ համախառն ավելի պակաս եկամուտ։ Այսօր արդեն ուրախ եմ արձանագրել, որ նույն մեթոդաբանությամբ 2025 թվականի արդյունքներով հեղափոխության գինը կոպիտ ասած Հայաստանի Հանրապետությունում 6.6 միլիարդ դոլար է, 6.6 միլիարդ դոլար։ Եվ էլի հաշվի առնելով, քանի որ կարող են լինել քննարկումներ, շատ լավ, եկեք գնաճի ցուցանիշները հաշվի առնենք, հանենք
6 միլիարդ կամ չգիտեմ, այսինքն հաշվարկը անենք, թիվը 6 միլիարդ է, գնաճի թիվը հանենք, ինքը կլինի, ասենք ենթադրենք 5.5 միլիարդ մաքուր առանց որևէ այլ գործ ունի, 5.5 միլիարդ։ Հիմա շատ կարևոր մի հարց կար այն չի, բա այդ փողերը ինչ են կարել, ուր են այդ փողերը։ Եվ падգամավոր Սերգեյ Բագրատյանը նախորդ նիստերից մեկի ժամանակ հարց տվեց, ասեց աջակցության տարբեր ծրագրեր կան եւ այլն, բա հաշվարկ չունեք այդ աջակցության ծրագրերով ինչքան աջակցություն եք ցուցաբերել մարդկանց։ Եվ մենք արեցինք այդ հաշվարկը եւ ճիշտն ասած այդ հաշվարկը, եթե շատ անկեղծ ասեմ, մեզ էլ զարմացրեց, որովհետեւ խոսքը ինչի մասին է, խոսքը ամենատարբեր ծրագրերի մասին է, որ կառավարությունը որևէ օրենսդրությամբ պարտավոր չէր անել։ Այսինքն աջակցության ամենատարբեր օրինակ Խելացի անասնագոմի ծրագիր 50%-ի հետ վճար, որը քաղաքացիներին է գնում։ Եվ հարգելի գործընկերներ, ուզում եմ արձանագրել, որ 2018-ից 2025 թվականները մենք ուշադիր եղեք 1 տրիլիոն 410 միլիարդ դրամի աջակցության ծրագրեր ենք իրականացրել, որ մենք ուղղակի այսպես վերադարձրել ենք տարբեր ծրագրերով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Սա 3.7 միլիարդ դոլարի մասին է։ 3.7 միլիարդ դոլար մենք 2018-ից ի վեր պարզապես տվել ենք մեր քաղաքացիներից։ Սկսած այդ ծրագրերը տարբեր են։ Սկսած անկանխիկ եղանակով բաներից վճարումներից կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին հետ վճարի ծրագիր, դրամական աջակցություն 3 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին, երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագիր, ասենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում գործող կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին աջակցության ծրագիր, ասենք օրինակ այդ ծրագիր 31 միլիարդի աջակցություն ենք ցուցաբերել։ Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիր 4.5 միլիարդ դրամ, ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիր 14.4 միլիարդ դրամ, տնտեսության արդիականացման միջոցառման պետական աջակցության ծրագիր, այս ծրագրերն են լիզինգ անվանում 52.8 միլիարդ դրամ, այսենց հաշվել ենք անկանխիկ եղանակով ու տվել ենք հազարավոր քաղաքացիների խաղողի ժամանակակից տեխնոլոգիաներով մշակող ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղանոցների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում 17 միլիարդ դրամ, ինտենսիվ այգեգործության զարգացման սուբսիդավորում 59 միլիարդ դրամ։ Այսինքն մենակ այս երկու ծրագրով, որ նշեցի, 100 միլիարդ մենակ մենք դրել ենք գյուղատնտեսության մեջ ու տվել ենք կոնկրետ մարդկանց։ Ու ընդ որում, ես ինչ որ ասում եմ, էլի, սա նենց բան չէ, որ դե տվինք մարզպետին, մարզպետը քաղաքապետին, քաղաքապետը գյուղապետին, գյուղապետն է ժողով արավ, գառը մորթեց, գինին դրին, կերան խմեցին, ուրախացան ծափ տվին։ Ամեն դրամի տակ անուն ազգանուն կա։ Այս ամեն դրամը հետագծելի է, որ այս 50 միլիարդից ուզենանք իմանան ով ինչքան է ստացել, հետագծելի է։ Այս շատ կարևոր հանգամանք է։ Գյուղատնտեսական հումքի մթերումներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր, այս էլ այն ծրագիրն է, որի արդյունքներով մենք չենք տեսնում, որ գյուղացիները ասում են չի մթերվում գինը եւ այլն եւ այլն, գինը միշտ էլ ասում են, բոլորն էլ ուզում են ավելի թանկ վաճառեն։ 18.7 միլիարդ դրամ պետական աջակցություն բնակարանների եւ անհատական բնակելի տների էներգոարդյունավետ վերանորոգման աշխատանքի իրականացում։ Մենք 13.3 միլիարդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին փող ենք տվել, որ իրանք իրանց տները նորոգեն, հարգելի գործընկերներ։ Աշխարհի որ երկրի, որ կառավարությունն է քաղաքացուն փող տալիս, որ մարդը իր տունը ռեմոնտ անի, հասկանում եք։
Բա սրա համար ենք հեղափոխություն արել, այո, սրա համար ենք հեղափոխություն արել, սրա համար ենք, այդ թվում սրա համար, հիպոթեկային վարկի վճարած տոկոսների գումարների վերադարձ, տասնյակ հազարավոր քաղաքացիներ այս ծրագրի շնորհիվ տան տերադարձել, 327.4 միլիարդ դրամ, 327.4 միլիարդ դրամ, այս սենց հաշվել ենք, սենց ենք հաշվել, ու տվել ենք կոնկրետ 327.4 միլիարդ դրամ, հայտարարատու համարվող անձանց օրենսդրությամբ սահմանված սոցիալական ծախսերի ուղղություններով կատարված ծախսերի փոխհատուցում 9.1 միլիարդ դրամ եւ այսպես շարունակ, այսինքն 3.7 միլիարդ դրամ 3.7 միայն էս այնա, որ անհատապես վերադարձրել ենք քաղաքացիներին եւ սա է այն ինչի համար այդ թվում սա է, որ հեղափոխությունը Հայաստանում տեղի ունեցել։ Հիմա ես ուզում եմ վերադառնալ 2018 թվականի մայիսի 15-ին 2018 թվականի մայիսի 15-ին իմ արած մի հայտարարության։ Երբ որ ես ներկայացնում եմ առողջապահության նորանշանակ նախարարին, այս հայտարարությունը նաև տարբեր առիթներով տարբեր տեղերում հնչեցրել եմ։ Ոլորտում արկա առաջնահերթություններից է Հայաստանում բուժ սպասարկման եւ բժշկական օգնություն կարիք ունեցող որևէ անձի համար ապահովել պայմաններ, որ նա չմնա հիվանդանոցների դռներին։ Ես այս հայտարարությունը հարգելի գործընկերներ արել եմ 2018 թվականի մայիսի 15-ին։ Հիմա իհարկե մենք բնականաբար ես գալիս եմ խոսելու առողջության ապահովագրության մասին, բայց ես ուզում եմ նաև հարց կհնչի, այս հայտարարությունը արել եմ 2018 թվականի մայիսի 15-ին, բայց չէ առողջապահության ապահովագրությունը մտել 2026 թվականի հունվարի 1-ին, որովհետև մենք ճանապարհ ենք անցել, որովհետև եթե առողջապահության ապահովագրություն ներգրենք 2018 թվականի հունիսին կամ 19 թվականի հունվարի 1-ից առողջապահության համակարգը կփլուզվեր։ Բայց դրանից առաջ մենք ինչ ենք արել։ Մենք նախ պետպատվերի համակարգը փուլ կամած ընդլայնել ենք։ Հաջորդ փուլով օֆերտայի համակարգն ենք ներդրել։ Այդ ընթացքում ամեն անգամ աղմուկներ սոցիալական ցանցերում էլեկտրոնային առողջապահության համակարգն ենք զարգացել։ Հիշում եք աղմուկները, որ վա, ես էլեկտրոնային դեղատոմսեր ես, ինչա, մարդկանց եւ այլն եւ այլն։ Եթե մենք էլեկտրոնային դեղատոմսի համակարգ չունենայինք եւ այդպիսի բարեփոխումներ չունենայինք, այսօր երկինք էլ թռնեինք, չենք կարող ունենալ առողջության ապահովագրության համակարգ։ Եվ բոլոր այն բարեփոխումները, որ ցավոտ են եղել, որ մեզ քննադատել են, այդ ամեն ինչը մենք կներեք բուլդոզերով ճանապարհ ենք հարթում դեպի այսօրվա արդեն իսկ հաստատված անշրջելի իրողություն։ Իսկ այդ իրողությունը մենակ քաղաքական կարգախոս չի։ Ես արդեն ասացի, կյանքի միջին տեղողությունը այդ բուլդոզերի աշխատանքի ընթացքում Հայաստանում հասել է 78.6։ Սա դեռ առողջության ապահովագրության համակարգը ներդրված չի, այլ ընդամենը մենք քայլում ենք դեպի այդ ուղղությամբ եւ արդյունքում ինչ ունենք 2017 թվականի համեմատ առողջապահության բյուջեն Հայաստանում Հանրապետությունում 2.6 անգամ աճել է 157%-ով աճել է եւ հիմա հիմնական խնդրեմը, որի մասին մենք սովորաբար խոսում ենք, թե դե կառավարությունը էլի թվերա, որ ասում է, թիվը ասում են, բայց ինչ կապ ունի դա մարդկանց հետ։ Այդ կապը շատ կոնկրետ է։ Ինչալոց ասեմ, եթե հետևում եք, նրանք ովքեր հետևում են մեր մարզային այցերին, դա ամենահաճախ լսվող խոսակցությունն է, երբ որ մարդիկ մոտենում են, երեգել Արարատի մարզում մարդա մոտեցել, ասում է վերջին, ինքը իր ձևակերպումը, ասում է վերջին մի ամսվա
մեջ դուք իմ վրա 1 միլիոն դրամի ծախս եք արել։ Ինչ նկատի ունի քաղաքացին։ Ես ուզում եմ ձեզ ասել, օրինակ, հունվարի 1-ից մինչև 3 Հայաստանի Հանրապետությունում 439 թոշակառու անձ 65+ տարիքի 439 անձ ստացել է 4 միլիոն դրամ եւ ավելի արժողությամբ առողջապահական ծառայություն։ Հասկանում եք, 439 մարդ պետությունը Հայաստանի Հանրապետությունը այդ մարդու մահճակալի կողքը նստել է եւ 4 միլիոն դրամի ծառայություն համատուցել։ 1133 65+ տարիքի մարդ ստացել է 2 միլիոնից 4 միլիոն դրամ արժեքով ծառայություն։ 4721 մարդ, այս թվերը, նրանք ովքեր այս թվերը կասկածի տակ առնեն, մենք կարող ենք անուն ազգանուններ, չէ, մի րոպե, բժշկական գաղտնիք, բժշկական գաղտնիք, հա, բայց մեծ հաշվով, այո, կարող ենք քննիչ հանձնաժողով օրինակ, եթե մի հատ հրատապ ձևավորվի, գույս ունենք մեր ընդդիմությունը, եթե ուզում է, մի րոպե, որը ասցի, 1133 մարդ, 2 միլիոնից 4 միլիոն դրամի ծառայություն, 4721 մարդ 65+-ների մասին եմ ես հիմա միայն խոսում, 1 միլիոնից 2 միլիոն դրամի արժողությամբ ծառայություն, 9129 մարդ 500,000-ից 1 միլիոն դրամ արժեքի բժշկական ծառայություն, 41286 մարդ 100,000 դրամից 500,000 դրամ առողջապահական ծառայություն, 41356 մարդ 50,000-ից 100,000 դրամ արժեքով առողջապահական ծառայություն, 141566 մարդ մինչև 50,000 դրամի առողջապահական ծառայություն։ Այստեղ տարբեր հիմնականում վերջին սեգմենտը դեղերն են եւ փոքր կոնսուլտացիաներ, հետազոտություններ եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ ընդհանուր առմամբ 3 ամսվա մեջ մենք 34 միլիարդ 110 միլիոն դրամ ծառայություն ենք մատուցել 239,630 65+ տարիքի անձանց։ Ուզում եմ ձեզ ներկայացնել նաև սոցիալական ամենատարբեր խմբերի ստացած ծառայությունների վիճակագրությունը։ Մասնավորապես սոցիալական տարբեր խմբերի անապահով, հաշմանդամություն ունեցող անձ եւ այլն եւ այդպես շարունակ։ 153 անձ ստացել է 4 միլիոն դրամ եւ ավելի առողջապահական ծառայություն։ Հաշմանդամություն ունեցող կամ աղքատության կամ ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մարդը Հայաստանի Հանրապետությունում ստացել է 4 միլիոն դրամ պլյուս արժեքով ծառայություն, 153 այդպիսի մարդ։ 236 այդպիսի մարդ ստացել է 2 միլիոնից 4 միլիոն դրամի այդպիսի առողջապահական ծառայություն։ 1097 մարդ այդ սոցիալական տարբեր խմբերի 1 միլիոնից 2 միլիոն դրամ ծառայություն, 2152 մարդ 500,000-ից 1 միլիոն դրամ ծառայություն, 12661 մարդ 100,000-ից 500,000 դրամի առողջապահական ծառայություն, 9890 մարդ 50,000-ից 100,000 դրամի առողջապահական ծառայություն, 41401 մարդ մինչև 50,000 դրամ առողջապահական ծառայություն։ Այսինքն ես հիմա հասկացա, որ ինձ չի հաջողվի, եթե ես հիմա մենակ առողջության ապահովագրության մասին խոսեմ, ելույթը կավարտվի։ Հիմա այստեղ առողջության ապահովագրության հատվածը ընդհատում եմ եւ անցնում եմ ուրիշ կենսաթոշակների բարձրացմանը։ Հարգելի գործընկերներ, հաճույքով եմ արձանագրում, որ մենք կենսաթոշակառուների սոցիալական ապահովության ոլորտում ունենք պատմական նվաճում։ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ
կենսաթոշակառուների կողմից ստացվող եկամուտը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը, որը կազմում է 61768 դրամ վերջին տվյալների համաձայն։ Մենք թոշակները բարձրացրել ենք եւ մեր թոշակառուները նույնիսկ մարզային այցերի ընթացքում իրենք են հաշվարկներ անում։ Իմիջիայլոց ուզում եմ ասել, որ նվազագույն սպառողական զամբյուղի մեջ, հաշվարկի մեջ 6000 դրամ առողջապահական ծախսերն են։ Այսինքն Էս էլ եթե այն արդեն մի կողմ դրեցինք, իհարկե 63-ից 65 տարեկանների համար այլ հաշվարկագործում։ Բայց էս էլ ինչի ենք մենք հեղափոխությունից 8 տարի անց էս նվաճումը արձանագրում, որովհետև մենք հետևողականորեն գնացել ենք այս ճանապարհով։ Մենք նախ նվազագույն թոշակն ենք կրկնապատկել 2019 թվականին։ Հետո մենք հաջորդ քայլով նվազագույն կենսաթոշակը համապատասխանեցրել ենք նվազագույն պարենային զամբյուղին, որպեսզի համոզված լինենք, որ Հայաստանի Հանրապետությունում պատկերավոր ասած սոված թոշակառու չկա։ Հիմա մենք դա ապահովել ենք նաև նվազագույն սպառողական զամբյուղը եւ սա հիրավի պատմական ձեռքբերում է թոշակառուների սոցիալական ապահովության ոլորտում։ 2023 թվականի հունվարի 1-ից մենք ամբողջությամբ վերափոխեցինք մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստը ներդրեցինք նոր համակարգ։ Մինչև այս նպաստը ստանում էին միայն աշխատող եւ արձակուրդի մեջ գտնվող մայրիկները։ Մենք 2 բան արեցինք։ Առաջինը մենք նախ այս նպաստի բազային դրույքաչափը մեծացրեցինք 28000 դրամից դարձնելով 31700 դրամ, այստեղ թվերի մեջ եթե մի քիչ խառնեմ ներողեք, բայց չեմ խառնում, եւ հաջորդիվ ուրիշ որոշում կայացրեցինք։ Մենք այս ծրագիրը բացեցինք բոլոր մայրիկների համար, անկախ նրանից նրանք աշխատում են թե չէ։ Ավելին գյուղական վայրերում ապրող եւ աշխատող մայրիկների համար այդ նպաստը սահմանեցինք կրկնակիից ավել 69100 դրամ։ Եվ մեկնարկի պահից մենք այս ծրագրով 74.7 միլիարդ դրամ ենք հատկացրել այս ծրագիրը իրականացնելու համար։ Եվ ուզում եմ նաև ընդգծել, որ տեսեք թոշակների ավելացման ծրագրին մենք 2026 թվականին շուրջ 200 միլիոն դոլար ենք լրացուցիչ ծախսելու։ Սա ես ինչի համար եմ ասում, ցույց տալու համար, որ մենք այդ որ ասում ենք բյուջեի թիվը աճեց, բյուջեի թիվը ավելացավ, հիմնական հարցը դա այդ որտեղ է այդ թիվը, բա ով է, ում է գնում այդ թիվը։ Այդ թիվը գնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Մենք նոր ծրագիր ենք ներդրել երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ ֆինանսական աջակցությունը երեխաներին եւ ուզում եմ ասել, որ 2025 թվականին միջին հաշվող 39772 երեխա այս աջակցությունը իր պետության կողմից ստանում է եւ 2025 թվականի արդյունքներով մեկնարկի պահից մենք 56 միլիարդ 510 միլիոն դրամ ենք տվել մեր երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի մինչև 6 տարեկանը։ Ուզում եմ առանձնահատուկ նշել ուսուցիչների ատեստավորման ծրագիրը, բայց կարճ նշեմ, որովհետև ժամանակը չի ներում։ Տեսեք, մենք այսօր Հայաստանի Հանրապետությունում 700,000 դրամ եւ ավել ստացող ուսուցիչ կա, այդպիսի ուսուցիչների թիվը 13-ն է, շատ չէ այդպիսի ուսուցիչների թիվը, բայց այս հնարավորությունը բաց է յուրաքանչյուրի առաջ կամ որոշ հանգամանքներ հաշվի առնելով ըստ էության յուրաքանչյուրի առաջ։
70 ուսուցիչ ստանում է 600-ից 700,000 դրամ աշխատավարձ, 220 ուսուցիչ ստանում է 500-ից 600,000 դրամ աշխատավարձ, 1362 ուսուցիչ ստանում է 400-ից 500,000 դրամ աշխատավարձ, եւ պիտի ընդգծեմ, որ 9600 ուսուցիչ, ամեն երրորդ ուսուցիչը այլևս հանրապետությունում ատեստավորված է, եւ ուզում եմ ես շնորհակալություն հայտնել, որովհետեւ այստեղ էլ կար շատ մեծ որոշակի հոռետեսություն, բայց այս ծրագիրը աշխատում է եւ լավ է աշխատում եւ սրա վկայությունն է այն, որ 2024-25 թվականներին դպրոց մուտք է գործել ավելի քան 4000 նոր ուսուցիչ, որոնց կեսից ավելին աշխատում է գյուղական բնակավայրերում։ Այսինքն սովորաբար հակառակն է եղել, արտահոսք է եղել, որովհետև մարդիկ ոչ աշխատավարձ են տեսել, ոչ հեռանկար։ Իսկ հեռանկարը կա, այդ թվում այն պատճառով, որ մենք հիմա մեր նախընտրական ծրագրում գրել ենք, որ հաջորդ փուլում ատեստավորված ուսուցիչների համար նոր ատեստավորում է լինելու, որտեղ դրույքաչափը այլևս լինելու է 300,000 դրամ։ Հիմա դրույքաչափը 200,000 դրամ է, լինելու է 300,000 դրամ գումարած ատեստավորման կոնկրետ արդյունքները։ Մեր մեծագույն ձեռքբերումներից մեկը 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրն է եւ ուզում եմ հաճույքով արձանագրեմ, որ 2025 թվականի տարեվերջի դրությամբ աշխատանքներն ավարտվել են ավելի քան 102 դպրոցում եւ շուրջ 280 մանկապարտեզում ու նախակրթարանում։ Մինչև 2026 թվականի սեպտեմբեր շինարարական աշխատանքներն ավարտված կլինեն 260 դպրոցում եւ 429 մանկապարտեզում ու նախակրթարաններում, իսկ մինչև դեկտեմբեր 26 թվական, այսինքն 301 դպրոցում եւ 500 մանկապարտեզում ու նախակրթարանում։ Ավելին, մենք արդեն իսկ սկսել ենք հաջորդ 300 դպրոցի շինարարությունը եւ այսօր արդեն հաջորդ 300 դպրոցի ցանկից շուրջ 50 եւ ավելի 54, եթե չեմ սխալվում, դպրոցի շինարարություն է ընթանում։ Եվ սա ռազմավարական ներդրում է Հայաստանի Հանրապետության տարածքային համաչափ զարգացման եւ ընդհանրապես մեր բոլոր ռազմավարական նպատակների իրագործման տեսակետից։ Ամենաշատը ուշադրությունից դուրս մնացած մի հաջորդ ծրագրի մասին եմ ուզում խոսել, այդ գիտության ֆինանսավորման մասին է, որովհետեւ եթե մեր սիրելի թշակառուները շտապում են ներկայացնել, թե կառավարությունը ինչ ծրագրեր է արել իրենց ոլորտում կենսաթոշակառուների ապահովագրության եւ առողջության եւ սոցիալական ապահովության ոլորտում մեր հարգելի գիտնականները չեն շտապում այդ մասին բարձրաձայնել, կարծես հոռետեսությունից ելնելով։ Բայց ես ուզում եմ այն օրը մարզային այցի ընթացքում շատ հետաքրքիր էր մի հարգելի քաղաքացի Հրազդան խոշորացված համայնքում ասում էր, որ գիտության ֆինանսավորումը ինչի չեք ավելացրել, ինչի չեք ավելացնում։ Ես լավ նորություն ունեմ այս թեմայով հետաքրքրված մեր բոլոր սա այդ հարցը, բայց ինչի ինքն էլ ասեց, որ ինքը գիտական միջավայրի հետ կապ ունի, այս հարցը նշանակում է, որ այս թեմաները չի խոսվում այնտեղ, չի խոսվում։ Տենց համաձայնության մթնոլորտ կա, որ եկեք այդ պահը շրջանցենք։ Իսկ 2017 թվականի համեմատ 2.8 անգամ աճել է 2025 թվականի արդյունքներով գիտության ֆինանսավորումը։ 17-ին եղել է 14.3 միլիարդ, իսկ 25-ին 42 միլիարդ, աճելով շուրջ 180%-ով։ Բայց նաև աշխատավարձերը, ուրեմն ես չնայած ժամանակի խնդիր կա, բայց ես այս մասի վրա հատուկ կանգ կառնեմ։ Լաբորանտի գիտական ոլորտի մասին է խոսքը, գործող ճարտարագետի աշխատավարձը 2025 թվականին նախորդի համեմատ, մենք 21-ից 25 թվականի ծրագիր էինք անում, 21 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվել է։ Ես էլի ժամանակի սղությամբ պատճառով թվերը չասեմ։ Ավագ լաբորանտի, սա խոսում ենք մենք
գիտական հաստատություններում եւ բուհերում աշխատող, լաբորատորիաներում աշխատող կոնկրետ էսել անուն ազգանուններով կարող են գնալ։ Խոսքը նրանց մասին է, ովքեր իհարկե էլի ատեստավորում անցել են, որովհետեւ մեզ համար շատ կարեւոր է, որ համոզվել որակավորման մեջ։ Ավագ լաբորանտի կամ ավագ ճարտարագետի աշխատավարձը 21 թվականի համեմատ 25-ին ավելի քան կրկնապատկվել է։ Կրսեր գիտաշխատողի աշխատավարձը 25-ին 21-ի համեմատ ավելի քան կրկնապատկվել է։ Ավագ գիտաշխատողի աշխատավարձը 25-ին 21 թվականի համեմատ ավելի քան եռապատկվել է։ Ավագ գիտաշխատողի աշխատավարձը։ Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 25 թվականին 21 թվականի համեմատ գրեթե քառապատկվել է։ Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը 25 թվականին 21 թվականի համեմատ գրեթե քառապատկվել է։ Գիտական խմբի ղեկավարի աշխատավարձը 25 թվականին 21 թվականի համեմատ ավելի քան եռապատկվել է։ Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը 25 թվականին 21-ի համեմատ ավելի քան եռապատկվել է։ Գիտական սարքավորումների ձեռքբերման նպատակով ուրեմն 2013-ից 2017 թվականը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն հատկացրել է 961 միլիոն դրամ։ 961 2013-ից 17 թվականի ընթացքում։ Իսկ 2018-ից 2025 թվականի ընթացքում հատկացրել է շուրջ մոտ 15 միլիարդ դրամ, կարճ ասած, մոտ 15 միլիարդ դրամ։ Հիմա նույն ժամանակ 961 եւ 15 միլիարդ դրամ։ Էլ չեմ ասում, ընդ որում ձեռքաբերվել ֆինանսավորվել է գիտական սարքեր ձեռքբերման շուրջ 124 հայտ, 124 հայտ։ Կոնկրետ նրանց մի մասը արդեն իսկ գտնվում են գիտական հաստատություններում, մյուսները ճանապարհին են։ Ամենակարևորը Երևանի պետական համալսարանում հիմնադրվել է արհեստական բանականության կենտրոնը, որի գերհամակարգչի ձեռքբերման եւ տեղադրման նպատակով պետական բյուջեից հատկացվել է ընդհանուր 3.7 միլիարդ դրամ։ Սա էլ է այն գումարներից, որ սկզբունքորեն կառավարության պարտականությունը չէր դա անել։ Եթե կառավարության պարտականություններ, բան նախորդ շրջանում ինչի չեն արել իրենց պարտականությունները, որ 900 քանի միլիոն դրամ են հատկացրել, որը ըստ էության, ասենք ենթադրենք, կոլբա առնելու մեծ հաշվով փողը։ Մենք այդքան մեր դպրոցների համար դրա կրկնակին երևի արդեն կոլբա ենք առել, կոլբա, այն ապակու բաներից, որ երեխեքը մի հատ էլ ասում ենք օգտագործեք երեխեք, ոչինչ, որ չէ, մեր երեխեքը, ասենք այդ բանի այդ ծրագրի մեկնարկի պահից մինչև այսօր երևի 900 միլիոն դրամի կոլբա արդեն ջարդել են կամ կջարդեն եւ մենք դեմ չենք, մենք ասում ենք մի մծրեք այդ կոլբաները սեյֆերի մեջ, թող երեխեքը օգտագործեն, որպեսզի դա որտեվ դա ներդրում է մեր ապագայի մեջ։ Էլ չեմ ասում, էլի չի խոսվում։ Հայաստանի Հանրապետության քոլեջներում, գերակա ուղղություններում կրթաթոշակի հասկացությունը հայտնվել։ Ուսանողները, որոնք ունեն բավարար առաջադիմություն, կրթաթոշակ են ստանում 50,000 դրամ, 50,000 դրամ, գերազանցիկները մի քիչ ավելի։ Այսօր Հայաստանի քոլեջներում 3040 ուսանող ստանում է այս 50,000 դրամը։ Շատ է թե քիչ։ 0-ի համեմատ քանի տոկոս է աճը, պարոն Թունյան։ Քանի տոկոս է աճը։ Նույնը վերաբերվում է բուհերի գերակա ուղղություններով ուսանողներին, որոնք ստանում են էլի 70,000 եւ գերազանցիկներ ավել թոշակ, կրթաթոշակ եւ ավելի քան 500 ուսանող այսօր թոշակ է ստանում։ Ավելին ասեմ,
այդքան որ խոսում ենք բանակի մասին, այսօր ռազմական ակադեմիայի ուսանողները ստանում են 100 գերազանցիկ ուսանողները 140,000 դրամ, 140,000 դրամ կրթաթոշակ են ստանում։ Ինչ անեմ, ամփոփեմ արդեն, 28 վայրկյան է մնացել։ Չէ, կարծում եմ, որ կարող եք շարունակել, պարոն վարչապետ։ Դեմ չեք, հա։ Ընդդիմությունը դեմ չի։ 2018 թվականից 2025 թվականները իրական հələ ճիշտ է, այդ լավ բան է, լավ ինչպես ասում են չելենջ է խորհրդանի եւ խորհրդանի նախագահի կողմից, որ ես ասում եի նվաճումները կարամ երկար շարունակեմ։ Հիմա ինձ հնարավորություն տվեք, հələ տեսնենք հետաքրքիր է, ինչքան կարողանամ։ Հա, ես հետագա հատվածում հիմնականում խոսելու եմ ձեռքբերումների մասին։ 2018 թվականից 2025 թվականը իրականացրել ենք 4735 կիլոմետր ճանապարհների կառուցման, հիմնանորոգման եւ նորոգման աշխատանքներ, որոնցից 1346-ը սուբվենցիոն ծրագրերով։ Հիմա ես հաճույքով եմ արձանագրում, որ մարդիկ նկարում են եւ փոսեր են գցում սոցիալական ցանցեր։ Հեռախոսով նկարում են սոցիալական ցանցերից, փոսեր եւ գցում են ինտերնետ։ Ես շատ ուրախ եմ դրա համար, որովհետեւ նախկինում փոս նկարելու համար հնարավոր չէր iPhone-ով նկարել, պետք էր արբանյակային նկարը դնել եւ նկարագրելու համար Հայաստանի Հանրապետության ճանապարհի փոսերը հարգելի ներկաներ, շատ լավ ծիծաղում ենք, բայց հիմա ով է հիշում, թե 2018 թվականի դրությամբ, ասենք օրինակ Բագրատաշեն-Երևան ճանապարհի վիճակը ինչ ա եղել, օրինակ Երևան-Գորիս ճանապարհի վիճակը ինչ ա եղել, Երևան-Մեղրի ճանապարհի վիճակը ինչ ա եղել, Երևան-Գյումրի ճանապարհի վիճակը ինչ ա եղել, Երևան-Վանաձոր ճանապարհի վիճակը, ով է հիշում։ Ես հիշում եմ, եւ համոզված եմ, հումոր եմ անում, իհարկե մենք հիշում ենք եւ համոզված եմ եւ շատերն են հիշում, այլ բան, որ շատերը չեն ուզում հիշել։ Հյուսիս-հարավ Աշտարակ-Գյումրի հատվածը այլևս իրողություն է։ Մենք այնպիսի ռազմավարական նշանակության ճանապարհներ ենք կառուցել կամ հիմնանորոգել, որոնց մասին 93 թվականից խոսվում է։ Գանձակար-Իցակար ճանապարհը ասֆալտ անելու մասին ես առաջի թե երկրորդ կուրս էի, որ խորհրդանի ամբիոններից Հայաստանի վարչապետերը ասում էին, որ Գանձակար-Իցակար ճանապարհը, Բերդում նախաձեռնություն կար, քաղաքացիական նախաձեռնություն, որ 15 տարի պայքարում էր, որ Բերդ համայնքը խոշորացված պետք է ունենա անվտանգ ճանապարհ։ Հիմա ուրիշ բան, Բերդ համայնքը հիմա ընդհանրապես վտանգավոր ճանապարհ չունի եւ ունի Գանձակար-Իցակար ճանապարհը, որը դեկտեմբերից պատրաստ է, ժամանակ չենք գտնում, գնանք բացում անեն։ Թթուջուր նավոր ճանապարհը, ռազմավարական նշանակության Տաթև-Լծեն ճանապարհը, Տաթև-Շինուհար ճանապարհը, Խոտ-Որոտան ճանապարհը, որոնք ունեն ռազմավարական նշանակություն։ Հայ մայլի կասեն, վայ, հողերը տվին այդ ճանապարհները եւ այլն։ Մենք մեր հողերը ոչ մեկին չենք տվել։ Մենք ճանաչել ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որովհետև ամենամեծ աբսուրդն է, երբ որ որևէ երկիր ինքը իր տարածքային ամբողջականությունը չի ճանաչում, դա նշանակում է երկիրը կործանման տանելու ճանապարհ։ Խոստովան ենք, մենք էլ ենք մասնակցել այդ ճանապարհին, բայց մենք այնքան խելք եւ ուժ ենք ունեցել, որ այդ ճանապարհը տեսնենք, առերեսվենք եւ փոխենք պատմության ընթացքը։ Սուբվենցիոն ծրագրերը ընդհանրապես առանձին պատմություն է եւ ես ուզում եմ ուրեմն ընդգծել, որ բացի սուբվենցիոն ծրագրերից, որտեղ կառավարությունը 141 միլիարդ դրամի մոտավորապես ներդրում է արել, սա միայն կառավարության մասնաբաժինն է,
բայց ես ուրիշ բան եմ ուզում ասեմ։ Ուղիղ առանց սուբվենցիաների, որովհետև սուբվենցիաները համայնք եւ կառավարություն մասնաբաժին ունեն, Հայաստանի Հանրապետությունը կառավարությունը 2.8 միլիարդ դոլարի ներդրում է արել Հայաստանի Հանրապետության մարզերում։ 2.8 միլիարդ դոլարի ներդրում են արել 2018 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության մարզերում ամենատարբեր ծրագրերով ճանապարհներ են կառուցվել, դրա մեջ մտնում են եւ դպրոցները, եւ սուբվենցիաները դեռ չեն մտնում, եւ Հայաստանի մարզերը իրենց գոյության ողջ ընթացքում Հայաստանի Հանրապետության այսպիսի ներդրում երբեք չեն ունեցել, եւ սա նույնպես շատ կարևոր արձանագրում է։ Ուզում եմ ընդգծել, որ նաեւ այո, մարզերում 148 միլիարդ դրամի մենք սուբվենցիոն ծրագիր ենք ֆինանսավորել, ելի ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ սա կապ չունի 940 միլիարդի ուղիղ ներդրումների հետ, որ մենք տարբեր մարզերում, օրինակ Խնձորուտի ճանապարհը, որ ուղիղ իրականացրել ենք եւ այլն, մանկապարտեզներ եւ այլն, բայց նաեւ սուբվենցիաներով 148 միլիարդ դրամ կառավարությունն է հատկացրել 18-ից ի վեր, 132 միլիարդ դրամ ֆինանսավորվել է համայնքների սեփական միջոցներից, բայց մենք ինչքան ենք համայնքներին աջակցել, որպեսզի նրանց սեփական միջոցները մեծանան։ Դոտացիաներով ինչա տեղի ունեցել 2025 թվականին 2017 թվականի համեմատության 124%-ով կամ 59 միլիարդ դրամով մենք համայնքներին հատկացվող դոտացիաները ուժեղացրել ենք, մեծացրել ենք եւ սա նույնպես շատ կարեւոր ձեռքբերում է։ Առանձնահատուկ ուզում եմ նշել նաեւ, որ մենք նույն տրամաբանությամբ էական աջակցություն ենք ցույց տվել նաեւ Երևանին, այսինքն մարզերում իրականացնել ենք ծրագիր, բայց նաեւ աջակցություն ենք ցուցաբերել Երևանին, մայրաքաղաքին, եւ ուզում եմ ընդգծել, որ 2018-25 թվականներին մենք հատկացրել ենք Երևանին 143 միլիարդ դրամ։ Այս էլ է շատ կարևոր հանգամանք, որ մենք ոչ միայն մարզերի ուղղությամբ ենք մենք ֆինանսներ ուղղել, այլև Երևան մայրաքաղաքին ենք մեծապես աջակցել։ Հարգելի գործընկերներ, մեր իրականության մեջ հասկանալիորեն շատ հաճախ խոսվում է մասնավորապես հեղափոխության հաջորդ կարգախոսներից մեկի մասին, խոսքը ապօրինի գույքի վերադարձի գործընթացի մասին է։ Իհարկե զեկույցի մեջ դուք կտեսնեք, որ այս ուղղությամբ մենք նաև որոշակի առաջընթաց ունենք եւ նաև ձեռքբերումներ ունենք, որովհետեւ մասնավորապես դատախազության կողմից համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ իրավունքի շրջանակում Հայաստանի Հանրապետության համայնքներին վերադարձվել է 124 գույքային միավոր շուրջ 66.9 միլիարդ դրամի։ Ես կարող եմ այս պատմությունը ներկայացնել իմ հայրենի քաղաք Իջևանի օրինակով, երբ որ 2018 թվականի դրությամբ ըստ էության մեր մանկության ամբողջ զբոսայգին սեփականաշնորհված էր մի քանի կամ հիմնականում նույն մարդու կողմից եւ միջալոց մենք այս փաստի բերումով շատ դեպքերում չենք կարողացել ներդրումներ անել, զբոսայգի վերականգնել, որովհետեւ մարդը տեսել է, որ լավ հեղափոխությունը եղավ, բայց զբոսայգին ինչի չի վերականգնում, որովհետեւ զբոսայգին ուրիշի սեփականությունն է եւ ուրիշի սեփականության մեջ մենք չենք կարող ներդրում անել։ Նախ պետքա այդ ուրիշի
ապօրինի սեփականացրածը վերադարձնենք։ Եվ մենք վերադարձրել ենք եւ ուզում եմ ուրախությամբ արձանագրել, որ օրինակ այս ծրագրերը ուղղակի իմ ծնդավայրի օրինակով եմ բերում, որովհետեւ ամենալավը գիտեմ տեղի հատվածը։ Մենք նախ զբոսայգին վերադարձրել ենք եւ վերադարձնում ենք, հələ չի ամբողջական վերադարձվում։ Եվ մենք հիմա արդեն այս տարի Իջևանում երեխաների համար ժամանակակից լողավազան ենք կառուցում բացօթյա, որտեղ երեխաները կարող են ամառը լողալ եւ հարևանությամբ ամֆիթատրոն, զբոսայգին անվերականգնվում եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց նաեւ ուզում եմ ասել, որ դեկտեմբերի 31-ի դրությամբ դատարաններում ապօրինի գույքի վերադարձի 155 հայց է քննարկվում, ընդհանուր առմամբ 595 միլիարդ հայցագնով։ Իհարկե, այստեղ նաև պետք է ես ուղիղ խոստովանեմ, որ մենք այստեղ ավելի մեծ տեմպեր էինք եւ ենք ակնկալում, քան ունենք։ Եվ այստեղ հարցը իսկ ինչու մենք այս ուղղություններով, ընդ որում ոչ միայն քաղաքացիական գործերով, այլև ենթադրում եմ որոշ հանցագործությունների բացահայտման առումով բավարար տեմպով առաջ չենք գնում։ Սա այստեղ են դեպքն է, որ ես այո, էլի ուղիղ եւ առանց սեթևեթանքի ասում եմ, որ սրա պատճառներից մեկն այն է, որ մենք այստեղ շատ ուղիղ եւ շատ ճակատային կերպով պայքարում ենք մաֆիայի դեմ։ Երկար տարիներ Հայաստանում ձևավորված համակարգված մաֆիայի դեմ։ Այստեղ մի շատ կարևոր հանգամանքի վրա եմ ուզում ընդգծել, որ այս բանը, որ մենք ապօրինի գույքով այսքան ենք վերադարձրել եւ ոչ այսքան, մեր ընդդիմադիրները շատ հաճախ մեր երեսով են տալիս։ Բայց նրանցից ոչ մեկ իր ծրագրում չի ասում, որ այս ապօրինի գույքը կգամ ավելի լավ կվերադարձնեմ։ Ընդհակառը միակ ուժը Հայաստանի Հանրապետությունում, որ շարունակում է սկզբունքային մնալ այս կետի վրա, այդ մենք ենք։ Ուրիշներն ասում են, այդ էր խոսացի կանցավ գնաց, բայց այդ իրանք են, ում մասին մենք խոսացինք, նրանք իրանց դեմ արվող գործողության ոչ էֆեկտիվությունը փորձում են օգտագործել մեր դեմ, ասելու վայ, այդ տեսակ ասեցին չեն անում, բայց նրանցից ոչ մեկը չի ասում ես կգամ կանեմ։ Նրանք մեզ մեղադրում են բավարար տեմպով չանելու մեջ, եւ մենք ենք միակ քաղաքական ուժը, որ միջև մա որևէ շեղում չի եղել այս քաղաքական ուղեգծից, երկրորդն էլ մենք միակ ուժն ենք, որ հետևողականորեն այս թեզը շարունակում ենք պահել մեր քաղաքական օրակարգում։ Ոչ միայն շարունակում ենք պահել, այլև այս տարբերակ չկա։ Ինչպես ասել եմ, շարունակում եմ ասել։ Եվ ուզում եմ նաև ընդգծել, այսօր մենք ունենք շատ ավելի մեծ հաջողություններ, քան տեղավորվում այս ենթավերնագրի ներքո։ Նույն հեծի պատմությունը։ Հեծը ամենամեծ ապօրինի ձևով, ծիծաղելի ձևով, ընդ որում այս են դեպքն է, որ քաղաքացիական շարժումները օգտագործելով ծխածածկույթի ներքո սղացրել են, մենք հիմա վերադարձրել ենք, դե ֆակտո, դե յուրե էլ կվերադարձնենք։ Դա Հայաստանի ամենախոշոր ստրատեգիական ենթակառուցվածքն է։ Հայաստանի Հանրապետություն եւ ել չեմ ասում, հələ զուգահեռ մենք ինչ ենք բացահայտել։ Բացահայտել ենք, որ այդ մարդիկ, որոնք հեծը տիրապետեր են, այդ մարդիկ փաստորեն մեզնից հոսան գողանալիս են եղել։ Տասնյակ տարիներով մեզնից այդ մարդիկ այսօր խոսում են բանակի մասին, զորամասից այդ մարդիկ հոսան գողանալիս են եղել, ոնց օգտագործված հոսանքի չափից ավելի հաշիվներ են գրել։ Այդ որ ասում են միլիարդներ ունենք, մեզնից հոսան գողանալով եք արա դուք միլիարդ մեզնից եւ չգիտեմ ելումից։ Եվ չնայած 2024 թվականին նրանք այդ բազաները ամբողջությամբ ջնջել են, բայց նաև ես հույս ունեմ, որ մեր իրավապահները քրեական գործով քննությամբ դա կկարողանան ապացուցել։ Մենք որոշակի օպերատիվ տեղեկություններով
Միայն 3 բաներում ոնց էր կոչվում, մասնաճյուղերում վերլուծություն են իրականացվել, իրանց ոնց են կոչվում, տենց իրանց մասնաճյուղն են, 8 մասնաճյուղից 3-ում արած վստահ չեմ ինչա, մենակ այդ 3 տեղամասում հիմնավորվում է մոտավորապես միլիարդների, ասենք, եթե հիշողությունից չի դամացում, 6 միլիարդ դրամի հոսանքի հավելագրում, եւ ում վրա զորամաս, մանկապարտեզ, պետական հիմնարկ, հիվանդանոց, ու այդ մարդիկ եկել են ինչ-որ բաների մասին են խոսում, զորամաս, Նաև ուզում եմ արձանագրել հետևյալը, ուզում եմ, եթե տեսել եք, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ լուրի համար, որովհետև մեր հայցով Միացյալ Նահանգներում նախկինում նախարարի պաշտոն զբաղեցրած անձի տունը հանվել է աճուրդի, համեն դեպս, այո, տունը աճուր, եւ հիմա սկսվել է process եւ շնորհակալ ենք Միացյալ Նահանգների կառավարությանը, որ այդ տան վաճառքի գնի որոշակի տոկոսը մեծ մասը իրեն ծախսերը հանած եւ այնտեղ ինչ որ հաշտության էլեմենտ էլ ա եղել դատավարության process-ի մեջ, այդ մնացած ծախսերը հանած վերադարձվելու է Հայաստանի պետական բյուջեին։ Ես հիմա չեմ կարող կոնկրետ թիվը ասել, որովհետեւ իրանք, բայց խոսքը տասնյակ 10-20 երևի միլիոն դոլարի մասին է։ Սա ինչի մասին է, որ այո, այս փաստը մեր դեմ ապօրինի գույքի բռնագանձման համակարգի դանդաղ աշխատանքը եւ խնդիրները, որովհետեւ իմիջիայլոց մաֆիան գիտեք ինչով է մաֆիա, որ դու երբեք չգիտես ինքը որտեղ է։ Չգիտես ինքը կարա լինի կառավարությունում 1000 ներողություն, կարա լինի 1000 ներողություն ազգային ժողովում, կարա լինի 1000 ներողություն դատարանում, ինքը դրանով է, կարա լինի 1000 ներողություն դատախազությունում, չգիտեմ, քննչական, ինքը դրանով է մաֆիա։ Բա որ պարզելներ ով է, որտեղ է, երբ է, 5 րոպեում հարցը կլուծեինք։ Եվ մենք այս մաֆիայի դեմ պայքարը հետևողական շարունակելու ենք ու շարունակելու ենք։ Այսօր նաև գնալով շատանում են այն մարդիկ, ովքեր լացուկոծ են բարձրացնում բանակի համար։ Ես ուզում եմ ասել, որ այսօր Հայաստանի Հանրապետության բանակում 700,000 դրամ եւ ավել աշխատավարձ վարձատրություն ստացող, այս աշխատավարձ բառը պետք է նախկինն ասացնել վարձատրություն, որովհետեւ այնտեղ տարբեր կոմպոնենտներ կան, զինծառայողներ կան։ Իմ կարծիքով Հայաստանի Հանրապետությունում այդպես էլ պատշաճ գնահատանքի չարժանացավ Պաշտպան հայրենիաց ծրագիրը, սիրելի բարեկամներ, որովհետև Պաշտպան հայրենիացը ինչ ծրագիր է։ Զինվորը, զորակոչիկը պայմանագիր է կնքում 2 տարվա փոխարեն 5 տարի ծառայելու վերաբերյալ եւ ինքը հնարավորություն ունի պայմանագրային նախ այդ ծառայության վերջում ինքը 5 միլիոն դրամ ստանալու եւ ատեստավորման արդյունքում ինքը կարա ընդհանուր ստանա 500,000, 600,000, ընդհանուր 700,000 դրամ աշխատավարձ։ Եվ այսօր ես ներողություն եմ խնդրում, բայց ես սա կարևոր եմ համարում ընդգծել։ Այդ զինվոր տղաները 18-19 տարեկան ամեն ամիս իրանց տուն տանում են այնքան փող, որ հարցը թե այդ տներ վերջին անգամ միանվագ այդքան փող ինչքան է մտե։ Եվ այդ տղաները ծառայությունից դուրս ապրում են իրենց տանը։ Սա եւ սոցիալական խնդիր է, սա եւ սա տարածքային համաչափ զարգացման խնդիր է, որովհետեւ իրանք դրանով կապվում են իրանց ընտանիքների հետ։ Սա եւ անվտանգային խնդիր է, սա եւ
2018 թվականին կներեք, 21 թվականին մեզ ասում են, այդ ո՞նց եք պրոֆեսիոնալ, գրել եք պրոֆեսիոնալ բանակ, ո՞նց եք համ բանը ժամկետայինը պահելու, համ բանակը պրոֆեսիոնալ դարձնել, սենց։ Երբ որ մենք խոսում ենք բանի մասին, լրացուցիչ 6 միլիարդ դոլարի մասին, ուր է այդ փողերը։ Գնացեք ամրացված շրջաններ եւ տեսեք, թե ուր է այդ փողերը։ Գնացեք ամրացված շրջաններ եւ տեսեք, թե ինչպես է անվտանգությունը եւ զինվորի բարեկեցիկ եւ հարմարավետ ծառայություն։ Ավարտեմ արդեն։ Ավարտեմ։ Կարևորն է նա, որ բանը չելենջը անցանք։ Կուզեք հաջորդիստը շարունակեմ։ Շատ լավ, ես էլ ասեմ, երկու բան էլ ասեմ։ Չէ, երկու բան, լավ։ Ամրացված շրջանները։ Ընդդիմությանը խնդրում աղաչում ենք, ասում ենք, լսեք, եկեք, հրավիրում ենք ձեզ, եկեք գնանք նայենք։ Եկեք գնանք նայենք, եւ դուք ցույց տվեք ձեր ժամանակ դրան, թեկուզ 73 կիլոմետր մոտիկ որևէ բան, ցույց տվեք մի հատ ուղակի։ Այդ որ իրանք իբր մեզ հակադարձում ենք, որ ասում ենք մեր ամրացված շրջանների դուք բանը կանսերվի կոկոշներով եք բան արել, ձեր այլընտրանք եղել է կանսերվի կոկոշներ, այստեղ վրդովում էին։ Արդյունքում կանսերվի կոկոշի հեղինակին նույնիսկ իրանց ընտրական ցուցակում չներառեցին, հասկանալով, որ դա շատ պարզ եւ ուղիղ ճշմարտություն է։ Ուրիշ բան եմ ուզում ասել։ Ռազմական ակադեմիա ընդունվածների թիվը նախորդ 2018 թվականի համեմատ 2.7 անգամ աճել է։ Մեր ոչ մեկ չի ֆիքսում, որ 2018 թվականին ռազմական ակադեմիան փակման եզրիներ կուրսանտների բացակայության պատճառով։ Չեն խոսում դրա մասին, չեն խոսում։ 2.7 անգամ աճել է եւ ես 140 ասցի 175,000 դրամ կրթաթոշակ են ստանում ուսանողները, ավելին։ Երբ որ իրանք ավարտեն, արդեն համարվելու են ատեստավորված եւ մինչեւ 750,000 դրամ որպես սպա աշխատավարձ ստանալու հնարավորություն ունեն։ 2026 թվականից սկսած ընդունվածները ծառայության անցած շրջանավարտները բնակարան են ստանալու։ Դուք գիտեք, որ տասնամյակների խնդիր կա զինծառայողների բնակարանային հերթացուցակներ, որտեղ հազարավոր մարդիկ են ընդգրկված, 2820 մարդ, որ պետությունը 90-ականների սկզբից 4-ին պետք է քվեարկություն լինի։ Ինչ անենք ես։ Ընդմիջվենք, շարունակենք։ Լավ, էլի ես ավարտնեմ, դուք քվեարկություն չեք կարա։ Չէ, ընդմիջում ենք անում, գնում ենք բան քվեարկությանը, փակ գաղտնի քվեարկության։ Հետո հարց ու պատասխան։ Հա, փակ գաղտնի քվեարկությունը։ Հա, դուք գնացեք ես ժողովրդի հետ կխոսեմ։ Ուրեմն, ստեսություն ժողովուրդ ջան, ձեր գործերով, դուք զբաղվեք ձեր գործերով, ես ժողովրդի, այն կամերան աշխատում, հա։ Դեռ հարցապետ, դեռ միացրացա։ Ստեսություն, մինչ հանդիպում ես ժողովրդի հետ կխոսեմ։ Ուրեմն այդ բանում, հա, լուրջ եմ ասում, գնացեք քվեարկեք։ Ուրեմն 90-ականներից զինծառայության երկարաժամկետ զինծառայություն։ Վարչապետ, ներողություն եմ խնդրում, մեր ձեռնա ընդմիջում չենք անում, մեր ընտրության հարցը, անդիմությունը դեմ չի, ինչպես տեսնում եք, շարունակում ենք, այսինքն լեգալ շարունակ։ Ուրեմն 2820 մարդ կա հերթացուցակներում, որ պետությունը ֆիքսել է երկարամյա զինծառայություն, զոհվածների ընտանիք, որոնց պետքա բնակարան հատկացնի։ Մենք առաջիկայում արդեն նաև համակարգը ստեղծել ենք,
եւ առաջիկայում կառավարությունը կընդունի որոշում եւ 4 տարվա ընթացքում մենք այս պարտքի հարցը կփակենք։ Ես ուզում եմ նաեւ կարևոր արձանագրումը, որ խաղաղության արդյունքների առումով, որ մենք նաեւ կարողացանք ժամկետային զինծառայության ժամկետը կրճատել, ինչը մեր նախընտրական խոստումներից էր եւ սա կարեւոր է 2.5 տարվա փոխարեն հիմա այլևս ժամկետային զինվորական ծառայությունը 2 տարվա փոխարեն 1.5 տարի է եւ սա նույնպես խաղաղության կոնկրետ արդյունքներից մեկն է, որը ես կարեւոր եմ համարում ընդգծել, դե իսկ սպառազինությունների ձեռքբերման մասին, որը այո, այդ թվում մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքների բերումով նաեւ արտաքին աղբյուրներից ներգրավված միջոցներով ձեռք բերել, հիշում եք, որ ես անդադ Հայաստանի արտաքին պարկ, պետական պարկ, այդ շահարկումներին արձագանքեցի, ես հիմա սպառազինությունների մասին չեմ խոսում, որովհետև ինչպես ասում են, լավ է մի անգամ տեսնել, քան 100 անգամ լսել, եւ մենք ելի ուզում եմ ընդգծել, բացարձակապես մենք ընդհանրապես այդպիսի մտադրություն ոչ ունեինք, ոչ էլ տեն ցանկություն ունեինք, մանավանդ որ մեր շատ գաղտնի ինֆորմացիաներ, գաղտնի ոչ չէ, ասենք ինչ որ բաներ կա, մեկը բոլոր երկրները իհարկե անում են եւ սենց թե նենց մամուլում միջազգային շրջան արվել է, մենք ինչ ենք ձեռք բերել, բայց ամեն դեպքում, բայց մենք ուզում ենք մեր ժողովրդի առաջ հաշվետու լինել, թե ինչ սպառազինություն ենք ձեռք բերել վերջին տարիներին եւ մայիսի 28-ին Հանրապետության օրվա առիթով Հանրապետության հրապարակում կցուցադրենք իմիջայլոց միայն այս սպառազինությունը, որը ձեռք ենք բերել 2022 թվականից հետո եւ ուզում ենք պարզապես հաշվետու լինել մեր ժողովրդին, որպեսզի հույս ունենանք հարցերը փակվեն։ Ինչ? Հա, եւ արտադրել շատ կարեւոր հիշեցում, որովհետեւ նախորդ 3 տարվա ընթացքում մենք Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի համար 170 միլիարդ դրամի պատվեր ենք տեղադրել ռազմարդյունաբերական համալիրում։ Սա էլ մի կարևոր առանձնահատկություն, բայց իհարկե հանդեսը ցուցադրությունը սպառազինության այն ինչ որ մենք ուզում ենք քողարկել կքողարկենք եւ այն ինչ որ ուզում ենք որ մարդիկ չտեսնեն կնայեն եւ չեն տեսնի եւ սա կարեւոր առանձնահատկություն է ուզում եմ եւս լավ կրճատեմ խստորեն որովհետեւ sense տենենց էսա հարց ու պատասխան պետք է անենք այսինքն ես նիստը հնարավոր չշարունակել գոնե այսօր պակաս կարեւոր չի մենք այս ընթացքում Լոնդոնում, Փարիզում, Բրյուսելում ձեռք ենք բերել դեսպանատներ։ Ես նրանք ովքեր եղել են Լոնդոնում մեր դեսպանատանը, ասма այսինքն Երանի չտեսնեին դա։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը Լոնդոնի ամենակենտրոնում ամենա ինչ? Հա։ Լավ հումորատիկին կարապեցը։ Ամենակենտրոնում ունի մի քանի հարկանի դեսպանատուն եւ որի վրա ծածանվում է Հայաստանի Հանրապետության դրոշը։ Փարիզում ամենակենտրոնում ձեռք ենք բերել Ֆրանսիայի նախագահներից մեկի նախկին առանձնատունը։ Բրյուսելում ձեռք ենք բերել դեսպանատուն։ Սրանք տասնյակ միլիոն դոլարի ծախս են, հա ճիշտ եմ, չէ, շում տասնյակ միլիոն է, չէ, գինը, հա, գումարած 50 միլիոն դոլարի դեսպանատներ ենք ձեռք բերել, դա իմիջայլոց Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, եւ Հայաստանի Հանրապետությունը երբ ուզենա, ասենք օրինակ, եթե ուզենա, ցանկացած պահի կարող է դա վաճառել, եւ մենք համոզված ենք, որ 50 միլիոն դոլար տվել ենք, այսօր արդեն եթե վաճառենք, շատ ավելի էականորեն բարձր գին դրա դիմաց կստանանք։ Բայց լավ ֆինանսական ձեռքբերումները մի կողմ թողած, ես ուզում եմ
մի երկու ձեռքբերման մասին խոսել, ոչ ֆինանսական։ 2026 թվականի ուրեմն ապրիլի դրությամբ Հայաստանի Հանրապետության սահմանի անցման բոլոր կետերը գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո 100%-ով եւ անվերապահորեն։ Սա չգիտեմ, եթե թվով, գնով, փողով նշագրելու լինենք, գնանշելու լինենք, ինչ կարժենա, բայց իմ կարծիքով սա անգինա, հնարավոր չի այս ձեռքբերումը գնանշել, բայց ես ուզում եմ, լավ ի վերջո, քանի որ հարց ու պատասխանը մոտենում է, ուզում եմ ուրիշ բան ընդգծել։ 2025 թվականին առաջին անգամ անկախությունից ի վեր առաջին տարին է, երբ ամեն դեպս այս վիճակագրության վարման ողջ ընթացքի համար առաջին տարին է, երբ Հայաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների արտագաղթը փոխարինվել է ներգաղթով։ 2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը ավելի քան 8000-ով ավելին է Հայաստանի Հանրապետությունը լքած քաղաքացիների թվին։ Եվ այստեղ է որ պետքա հնչեցնենք այնքան հնչած հարցը։ Բա սրա համար էինք հեղափոխություն արել։ Այո, հարգելի ազգային ժողովի հարգելի նախագահ, հարգելի փոխնախագահներ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, սիրելի ժողովուրդ, այո, սրա համար էինք հեղափոխություն արել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոչ թե հեռանան, այլ վերադառնան Հայաստանի Հանրապետություն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանից հեռանան հանգստի նպատակով։ Ամենաթանկ տարածքը աշխարհում համարվում է Եվրամիությունը։ Ինքը այնտեղ գնալու ծախսերը մեծ են։ 2018 թվականի համեմատ, 17 թվականի համեմատ, 17-ից մինչև 25 թվականը Հայաստանից Եվրոպական միություն ուղևորվող քաղաքացիների թիվը մոտավորապես 400%-ով աճել է, 400%-ով։ Խոսքը տասնյակ հազարավոր մարդկանց մասին է։ Եվ սա այն պայմաններում, երբ քաղաքացիները բողոքում են, շատերը, թե վիզա չեն կարողանում ստանալ, բա որ վիզա ստանային տենց շատ սովորական ռեժիմում ինչ տեղի կունենար։ Բա այսօր օտարերկրյա պատվիրակություններից գալիս են Հայաստան, ինձ հետ հանդիպման ասում են, լսեք, մենք նայեցինք այդ ճիշտ է այնուամենայնիվ, ասում են Հայաստանից եվրոպական քաղաքների անուն են տալիս 35 եվրոյով, 50 եվրոյով, 70 եվրոյով ավիատոմս կա, ասում են այդ ճիշտ է։ Այո, այդ ճիշտ է։ 15 եվրոյով։ Ես էլ եմ ուզում հարցնեմ, լսեք այդ ճիշտ է։ Էս ո՞նց է։ Էս ո՞նց է։ Հենց տենց է, այդ թվում ավիացիոն ոլորտում մեր բազմաթիվ փորձերի, ձախողումների։ Հիմա ով է հիշում ընդհանրապես Հայաստանում ավիաուղիները, ավիատոմսերը ինչ գնային սեգմենտում էին գտնվում։ Ով է հիշում մամուլում շրջանառվող այն թիվը, որ ղեկավարի ընտանիքի այսինչ անդամը Հայաստան-Վիեննա ռեյսից 10 նստատեղ Իրաննա, չգիտեմ 4 նստատեղ իր զոքանչիննա, 8 նստատեղ դասարանի ավակիննա, 4 նստատեղ չգիտեմ, ով է հիշում տենց խոսակցություն։ Ում կարաս ընդհանրապես հիշեցնես։ Ոչ այսօր Հայաստանում, Հայաստանից հնարավոր է 15, 20, 30, 40, 50 եվրոյով տոմս գնել եւ մեկնել եվրոպական մայրաքաղաքներ, բայց որ կարևոր է հետ վերադառնալ։ Սրա համար ենք հեղափոխություն արել, այո, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, այդ թվում սրա համար ենք հեղափոխություն արել, որ ունենանք երկիր, որը ծառայում է սեփական քաղաքացիների բարեկեցությանը,
ազատությանը, անվտանգությանը եւ երջանկությանը։ Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ այսքան ժամանակ տրամադրելու համար։ Եթե հարմար առիթ լինի, ելի կանչեք, ես այս կետից կշարունակեմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հարցեր էլ կան, հարցերով կշարունակեմ։ Շնորհակալություն ընդմիջում կհանդիպենք 20 րոպեից հարց